գիտեք մեր շարքը, որը Տեր Հիսուսի հարցերին է վերաբերվում եւ շարքը կոչվում է ինչ կպատասխաներ։ Այսինքն նպատակը նա է, որ մենք ինքներս կարծես լսենք այն հարցը, որ Տեր Հիսուսը տալիս է իր խոսքի մեջ եւ փորձենք մտածել, խորհել, աղոթել, տեսնել թե իսկ մենք ինչ կպատասխանեինք։ Եվ այսօր 4-րդ հարցին ենք անդրադառնալու։ Հատվածը կարդամ միանգամից Մատթեոս ավետարան 7-րդ գլխում, այսպես հերթականությամբ գալիս ենք Մատթեոս 7-րդ գլուխ լեռան քարոզից հատված առաջին 5 խոսքերը ընթերցենք. Մի դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ Եվ ինչու եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես եղբորդ ասում ես, թող շուղն աչքիդ մեջից հանեմ, եւ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանիր եւ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շուղը հանես։ Հարցը վերնագիրը այսպես է. ինչու քո աչքի գերանը չես տեսնում։ Ինչու քո աչքի գերանը չես նկատում։ Հետաքրքիր է, որ այս հարցը Տեր Հիսուսը անձամբ մեզ տար, ինձ եւ քեզ։ Ինչ կպատասխանեինք։ Երևի շատերը կպատասխանեին. Տեր, իմ աչքի մեջ գերան չկա։ Բայց եկեք մտածենք այս մասին, եկեք խորհենք։ Եվ շատ հետաքրքիր է, որ ասում է կեղծավոր։ Եվ տեսնենք ինչու է ասում կեղծավոր։ Գիտեք, կարծում եմ, որ նախ մենք պիտի հասկանանք ինչու առաջի խոսքից կարդացի, որովհետև մի դատեք, որ չդատվեք, խոսքերը շատ հայտնի են բոլորիս, անգամ քրիստոնեության հետ կապ չունեցող մարդիկ գիտեն Հիսուսի այս խոսքերը, մի դատեք, որ չդատվեք։ Շատ ժամանակ, երբ որ ես օրինակ մոլորեցնողներին բացահայտում եմ իմ պատգամների մեջ, շատերը մեկնաբանություններում գրում են մի դատիր, քո գործը չի մեզ դատելը։ Ակնհայտ մոլորեցնողներ են եւ չեն ասում դու սխալ ես ասում են մի դատիր, որ դատես Աստված էլ քեզ է դատելու։ Նախ պիտի հասկանանք ինչ է նշանակում մի դատիր։ Եվ այստեղ շատ ուշադիր պիտի լինենք, որովհետեւ Տեր Հիսուսը չասեց, երբ որ դու քո եղբոր աչքի շուղը նկատում ես, դա դատել է։ Այդպես չասեց։ Հակառակը ասեց, ես ուզում եմ, որ դու այնպիսին լինես, որ կարողանաս եղբորդ աչքի շուղը հանես։ Ես չգիտեմ մարդիկ ինչ են այստեղ տեսնում, ես տեսնում եմ, որ Հիսուսը մարդուն պատրաստում է նրան, որ ինքը տեսնի մյուսի աչքի շուղը եւ կարողանա հանել այդ շուղը։ Ուզում եք մի հատ էլ կարդամ այդ հատվածը։ Ասում է. նախ քո աչքից գերանը հանիր եւ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքի շուղը հանես։ Քանի այս աչքից գերանը դուրս չի եկել, մենք չենք կարող մյուսին օգնել։ Այսինքն Տեր Հիսուսը չի ասում մի նկատեք ուրիշի թերությունները, մի նկատեք մոլորությունները, մի խոսեք ընդհանրապես շեղող մարդկանց մասին կամ սխալ կյանքով ապրող մարդկանց մասին։ Չէ, ասում է իրենց sense լավ էլ տեսնում ես, շատ էլ լավ տեսնում ես, բայց դու տեսնում ես, որ օգնես։ Չես տեսնում, որ քննադատող լինես։ Եթե հիշում եք, մենք տարբեր կրոնների մասին դասընթացներ ենք ունեցել, եւ ես ամեն անգամ ասում եի, եւ այսօր էլ որ խոսեցինք այդ թեմայով, Աստված իրանց սիրում է։ Եվ ճշմարտությունը խոսում ենք, որ օգնած լինենք այդ մարդկանց, որոնք թե տարբեր կրոնների են հարում, որ կործանում է տանում, թե տարբեր մոլորությունների, որ կործանում, թե եկեղեցի են գալիս, բայց չեն ապրում Քրիստոսի ուսուցումները, որը նույնպես տանում է կործանում։ Բայց նախ քննենք ինքներս մեզ։ Եվ կարծում եմ այստեղ անցնում խոնարհության ու հպարտության սահմանագիծը։ Եվ խոնարհությունը չնկատելը չէ, այլ չդատապարտելն է։ Որ դու տեսնում ես դիմացինի սխալը, դու չպիտի դատապարտես իրան։ Դու չպիտի մի անգամից քեզ հետ համեմատես ու ասես ինչ լավն եմ ես, որ այդ սխալները չեմ գործում։ Հիշում եք Փարիսեցու աղոթքը։
Որ Մաքսավորը իր կուրծքը ծեծում ու ապաշխարում էր, փարիսեցին ասում էր գոհանում եմ քեզանից, որ իրապես չեն։ Ասա է դատելը։ Պողոս առաքյալը իր խոնարհության մեջ ասում է մենք մի ժամանակ այդպիսին էինք։ Ահա որ մեղքեր է թվարկում։ Եվ ասում է մենք մի ժամանակ այդպիսին էինք։ Չպիտի մոռանանք մենք ով ենք եղել։ Եթե ինչ-որ մեկի մեղքը բացահայտվել է ու քոնը չի բացահայտվել, դա դեռ չի նշանակում դու իրանից լավն ես։ Եթե ինչ-որ մեկը գործում է ֆիզիկապես ու դու մտքով ես պատկերացնում, դա չի նշանակում, որ դու ավելի լավն ես։ Այսինքն մենք պիտի այս խոնարհության մեջ մնանք։ Եվ նախ, որպեսզի կարողանանք դիմացինին օգնել, մենք պիտի այս աչքի գերանը տեսնենք, հանենք, որ հետո տեսնենք իր շուղը։ Գիտեք, մեկ ուրիշի աչքից շուղը հանելու համար, փոքրիկ այդպիսի մի բան հանելու համար լավ տեսողություն է պետք, բայց քո աչքի գերանը քեզ խանգարելու է։ Եվ դա մեր դատելն է։ Չգիտեմ դուք նկատել եք թե չէ, որ նույն մեղքը, որ ուրիշն է գործում, ասենք փողոցում մեկ իրան վատապահում, նայում ես, ասում ես, կարող է կողքինիդ էլ ասես, ես ինչ խայտառակություն այսօր է հասել մեր հասարակություն, բայց դու որ նույն ձևի տանն ես քեզ վատ պահում, դա նորմալ է։ Հələ մի հատ մեկը փորձի քեզի նկատողություն անի, մի հատ էլ իրա վրայով կանցնես։ Ասես դու կատարյալ ես, որ ինձ նկատողություն ես անում։ Տեր Հիսուսը հարց է տալիս, ինչու չես նկատում քո աչքի գերանը։ Ինչու քո աչքի գերանը չես նկատում։ Ոսկե օրենքը, հենց Մատթեոս ավետարան 7-րդ գլխում 12-րդ խոսքում Տեր Հիսուսը ասում է. այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց, որովհետև սա է օրենքը եւ մարգարեները։ Ինչպես կուզեիր քեզ վերաբերվեին, եթե դու սխալի մեջ լինեիր, մեղքի մեջ լինեիր, սայթաքեիր, ընկնեիր, ինչպես կուզեիր։ Երբ որ մեր եկեղեցի ուրիշ եկեղեցից մարդ է ուզում գա, ես այնպիսի դժվարություններ եմ ստեղծում, քննում եմ իրան, ասում եմ հələ հասկանամ, իհարկե մարդիկ են լինում, որ հետո եմ իմանում, որ ամբողջ ճշմարտությունը չեն ասել, բայց բոլորդ էլ գիտեք իմ բնավորությունը։ Ես միշտ մտածում եմ, ինչպես կուզեի, որ որպես հովիվ այն մյուս հովիվը ինձ վերաբերվեր։ Ես այդպես իրան եմ վերաբերվում, թեկուզ ինքը տեղյակ չի։ Իրեք քանի մարդու եմ 10-րդը մերժել։ Մենք ձեր եկեղեցին շատ ենք հավանում, ուզում ենք 10-րդ տանք։ Ասում եմ, եկեղեցի մասնակցում ես, հա, բայց ինչի քո եկեղեցուն չես տալիս։ Ես կուզեի այդպես լինեին։ Ոսկե օրենքը, եթե մենք վերցնենք, դու կուզեիր, որ ինչ-որ մեկը քո սխալը տեսներ ու սկսեր աղոթել քեզ համար։ Թե կուզեիր, որ գար, մի հատ ամոթանք տար, ասեր չես ամաչում եկեղեցի ես գալիս, ես ինչ կյանքով ես ապրում, քո պատճառով Հիսուսի անունն է պախարակվում, դու ընդհանրապես ինչ երեսով ես գալիս եկեղեցի։ Կուզեիր քեզ sense դատեին, թե գային, ասեին, լսի, ես տեսա, որպես քո հարազատ, ուզում եմ քեզ օգնել, այդպես ճիշտ չի, բայց եթե դու ինձանից չես ընդունում, ես ուղղակի կաղոթեմ, բայց եթե ընդունես, կուզեմ քեզ օգնել։ Եթե համաձայն չես, կներես ինձ, բայց ես տեսել եմ դա, եւ իմ կարծիքով դա Քրիստոսին դուր չի գալիս։ Ինչպես կուզեիր քեզ վերաբերվեն քո սխալի ժամանակ։ Այնքան հեշտ է Քրիստոսի ոսկե կանոնը կիրառել, եթե միայն մտածես, եթե այս լեզուն սովոր չի դատելու, այլ սովոր է բարեխոսելու, շատ հեշտ է, որովհետև դու նախ քննում ես քեզ, իսկ ես ներելու հարցում, բայց ինքն հենց բան է արել, բայց ինչքան Աստված քեզ ներել, ինչքան Աստված քեզ ներել, էլ ինչքան համբեր եմ, այս խոսքերը զգույշ եղեք, որ ասում եք, էլ չեմ համբերում, Աստված ինչքան է քեզ համբերում, եւ եթե ինքը ներում ու համբերում է, ով ենք մենք, որ չհամբերենք։
խոնարհության ու հպարտության սահմանագիծը անցնում է հենց այստեղ, երբ որ մենք մեզ ենք քննում։ Ինչու՞ չես նկատում։ Ուզում եմ մի հատված կարդալ Հռոմեացիս թղթից, որ նույն թեմային է վերաբերվում։ Հռոմեացիս 2-րդ գլխի առաջին 11 խոսքերը կարդանք։ Ուստի աններելի ես ով մարդ, որ բոլորին դատում ես։ Կրկին հիշենք, դատել նա չի, որ տեսնում ես, դատել անգամ նա չի, որ գնում ես զգուշացնում ես, որ սխալ ես անում։ Դատելը նա է, որ դու քեզ բարձրես դասում դիմացինից։ Հիմա նայեք, ով մարդ, դու աններելի ես, որ դատում ես մյուսներին, որովհետև ինչով ուրիշին դատում ես, ինքդ քեզ դատապարտում ես, քանի որ դու նույնն ես անում, ինչով դատում ես։ Այլ խոսքերով ասած, դու տեսնում ես մեկի թերությունը եւ չես էլ նկատում, որ դու ունես դրանից հարյուրապատիկը։ Այդ կարող է քո աչքերում է ինքը փոքր, բայց Աստծո աչքերում այդպես չի։ Աստծո աչքերում դա գերան է։ Դու ուրիշի շուղն ես տեսնում, Աստված քո աչքի գերանն է տեսնում եւ հարց է տալիս. ինչու չես նկատում։ Ինչու քո աչքի գերանը չես նկատում։ Բայց մենք գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում, իսկ դու ով մարդ, որ այդպիսի բաներ անողներին դատում ես, դու եւս նույնն ես անում, կարծում ես, թե կխուսափես Աստծո դատաստանից, կամ նրա անչափ բարությունը եւ մեծահոգությունը եւ համբերատարությունը արհամարում ես, չգիտենալով, որ Աստծո բարությունը քեզ ապաշխարության է տանում։ Այն, որ այսօր քո գործած մեղքերի համար պատիժը չի գալիս քո վրա, դա նրանից չի, որ այդ մեղքերը չի տեսնում Աստված։ Դա նրանից է, որ Աստված համբերում է ու համբերությունը քեզ պիտի ապաշխարության տանի, ասես Տեր, ինչքան ես համբերել ինձ։ Ես որոշում եմ ապաշխարել։ Ինչից։ Ինչից ապաշխարես, եթե դու չես տեսնում քո թերությունը։ Բայց դու քո խստությամբ եւ չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծո բարկության եւ այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։ Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով փառք, պատիվ եւ անմահություն են փնտրում, իսկ բարկություն եւ վրդովմունք նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը եւ անիրավության հետևից են գնում։ Նեղություն եւ տառապանք ամեն մարդու, որ չարիք է գործում, նախ հրեայի հետո հույնի, բայց փառք, պատիվ եւ խաղաղություն ամեն բարիք գործողին, նախ հրեային հետո հույնին, որովհետեւ Աստծո մոտ աչառություն չկա։ Աստծո մոտ աչառություն չկա։ Նույն 2-րդ գլխի 17-ից 24 խոսքերը կարդանք։ Ահա դու որ հրեա ես կոչվում, երբ որ Պողոս առաքյալը խոսում էր հրեաների մասին, հավատացյալի նկատի ուներ, այսինքն խոսքին հավատացող։ Այդտեղ խոսքեր կա գրված ճշմարիտ հրեան նա չի, ով թլպատությունից է, այսինքն հրեա ասելով ինքը հավատացյալի մասին էր խոսում։ Ահա դու որ հրեա ես կոչվում, օրենքի վրա ես հենվում ու պարծենում ես Աստծով կամ նրա կամքը գիտես եւ օրենքից ուսանած լինելով զանազանում ես տարբեր բաներ, վստահ ես քեզ վրա, որ կույրերի առաջնորդ ես եւ խավարի մեջ գտնվողների լույս, անմիտներին խրատող, երեխաներին ուսուցանող, որ օրենքի մեջ ունես օրենքի գիտության եւ ճշմարտության արտահայտությունը, արդ դու որ ուրիշին ուսուցանում ես, ինքդ քեզ չես ուսուցանում։ Տեր Հիսուսի հարցը հետեւյալն է, որ դու ուրիշին ուսուցանում ես, ասում ես ապաշխարեք, փրկություն կա, ասում ես մեղք մի գործեք, դու ինքդ քեզ չես ուսուցանում։ Դու որ քարոզում ես չգողանալ, գողանում ես, որ ասում ես չշնանալ, շնանում ես, դու որ կուռքերից նողկում ես, նրանց տաճարները կողոպտում ես, դու որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն անարգում ես, որովհետև ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է Աստծո անունը, ինչպես որ գրված է։ Մեղավորների մեղք գործելով Աստծո անունը չի հայհոյվում։ Աստծո անունը հայհոյվում է, երբ որ հավատացյալներն են մեղքի կյանքով ապրում։ Եվ Տեր Հիսուսը ասում էր. Ես ձեզ լուսավորել եմ, այո, որ դուք ուրիշների աչքից շուղերը հանեք, բայց նախ ձեր աչքի գերանը պիտի հանեք,
որ կարողանաք տեսնել ուրիշի աչքի շյուղը։ Խնդիրը չնկատելը չի, այլ որտեղ է քո ուշադրությունը։ Եթե մենք փնտրենք, մենք կգտնենք։ Գիտեք, հաղորդության մասին խոսքը առաջին Կորինթացիս 11-րդ գլխում շատ անգամ, ամեն անգամ, որ մենք հաղորդության պաշտամունք ենք անցկացնում, ես ընթերցում եմ այս հատվածը, եկեք եւս մեկ անգամ ընթերցենք այսօր առաջին Կորինթացիներ 11-ի 26-ից 32-ը։ Առաջին Կորինթացիներ 11-ի 26-ից 32-ը։ Քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչեւ որ նա գա։ Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի այս բաժակը, խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ Արդ մարդը թող քննի ինքն իրեն եւ հետո այդ հացից ուտի եւ այդ բաժակից խմի, որովհետեւ անարժանորեն ուտողն ու խմողը ինքն իր դատապարտությունն է ուտում եւ խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ Դրա համար էլ ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, բավականաչափ են նաեւ նրանք, ովքեր ննջեցին, որովհետեւ եթե ինքներս մեզ քննեինք, չէինք դատապարտվի։ Բայց դատվելով խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ Եթե ինքներս մեզ քննեինք, չենք դատապարտվի։ Աստված մեզ պատրաստում է դատաստանի օրվան, որպեսզի երբ որ կանգնենք իր առաջ, չդատապարտվենք, սա է ամբողջ իմաստը։ Եվ այս ուսուցումը ինչ որ մեկին հանդիմանելու կամ ընկճելու համար չի, այլ քաջալերելու, որ դու քննես քեզ։ Ասես ես եկեղեցի եմ գնում, ես Քրիստոսի հետևորդն եմ, Քրիստոսի աշակերտն եմ, ես հավատում եմ Աստծուն, ես պաշտում եմ Աստծուն։ Ինչ կա Տեր իմ կյանքում, որ քեզ հաճելի չի։ Ես ուզում եմ ուրիշներին օգնեմ, բայց քանի դեռ իմ աչքերը գերաններով են լցված, ես չեմ կարող ուրիշի աչքից շուղ հանեմ։ Ցույց տուր ինձ, ինչ կա իմ կյանքում, որ քեզ հաճելի չի։ Երբ որ Աստված ցույց կտա, չասես, չէ, այդ մեկը չէ, ուրիշ բան ցույց տուր կանեմ։ Շատերը տենց են անում։ Աստված մի անգամից խոսում, ասում օրինակ, քո բնավորության այս գիծը։ Մարդը ասում է, չէ, ես ավելի լավ ծառայեմ քեզ։ Ինչ ծառայես։ Ավելի լավ աչքիցդ գերանը հանես, որ կարողանաս մյուսների աչքի շյուղը հանես։ Թե չկդառնաս դատող, քննադատող, ոչ մեկը քեզ դուր չի գա, բոլորի սխալները կտեսնես, կքննադատես, քեզ կտեսնես անսխալական։ Չէ, տենց չի, որ անսխալական եմ, բայց ու իրանց նման չեմ, այդպիսին կտեսնես եւ կկորցնես խոնարհությունդ։ Իսկ Աստված ասում է, ես խոնարհներին շնորհք եմ տալիս, իսկ ամբարտավաններին հակառակ եմ կենում։ Դատելը եւ օգնելը տարբեր բաներ են։ Օրինակ, եկեղեցուն պատվեր կա։ Երբ որ մարդ կա եկեղեցուն, որ սխալ ճանապարհով է գնում, որ մեղքի կյանքով է ապրում, եւ չի ուզում ապաշխարի, ոչ թե չի կարողանում մեղքից ազատվի, այլ մերժում է ապաշխարությունը, ասում է ոչ, այսպես եմ ապրելու։ Հետն էլ գալու եմ Աստծուն պաշտելու եմ։ Ասում է այդպիսի մարդուն հանեք եկեղեցուց։ Չարիքը ձեր միջից վեր առեք։ Առաջի Կորինթացիների 5-րդ գլուխ ամբողջությամբ դրա մասին է մեղքի կյանքով ապրող հավատացյալներ, որոնք չեն ուզում ապաշխարեն։ Մատթեոս 18-րդ գլխում Տեր Հիսուսն ասում էր այդպիսի մարդը ձեզ եղբայր չի, հեթանոսի ու մաքսավորի պես վերաբերվեք։ Սա դատել չի, սիրելիներ։ Սա հոգատարություն է եկեղեցու մյուս անդամների հանդեպ։ Բայց դու ունես այդ իշխանությունը։ Դա եկեղեցու առաջնորդությանն է տրված։ Տեսնում ես սխալը։ Գիտեք, մեր շուրջը մարդիկ են, որոնք սխալական են, եւ բոլորս էլ կարող ենք սխալվել։ Ինչպես կուզեիր, որ քո սխալվելու պարագայում քեզ վերաբերվեին, այդպես վերաբերվի դիմացինին։ Բայց որպեսզի կարողանաս օգնել, նախ պիտի հանես քո աչքի գերանը։ Եվ այսօր Տեր Հիսուսի հարցը, եթե մենք լսենք, ինչու քո աչքի գերանը չես տեսնում։
ինչու չես նկատում քո աչքի գերանը։ Ես հույս ունեմ, որ այն սկզբի պատասխանը չեք տա։ Ինչ գերան։ Իմ աչքերի մեջ գերան չկա։ Ես լավ էլ տեսնում եմ։ Ես հույս ունեմ, որ այս կարճ ուսուցումը մեզանից յուրաքանչյուրին կմղի անձնաքննության, որպեսզի քննենք մեզ, որպեսզի չդատապարտվենք հետագայում, այլ հիմա ինքներս մեզ քննենք եւ եթե կհայտնաբերենք մի բան, որ Տիրոջը հաճելի չի, հանենք մեր կյանքից։ Լավ, կանգնենք աղոթքի։ Գոհանում ենք քեզնից, Տեր, քո խոսքերի համար եւ հատկապես այս հարցերի համար, որ տալիս ես։ Խնդրում ենք, որ քո հարցը արձագանքի մեր սրտերում, իմ սրտում, որ այս պատգամը մենք չպատկերացնենք մեկ ուրիշին, այլ վերցնենք որպես հենց մեզ ուղղված հարց եւ քննենք մեզ եւ հայտնաբերենք այդ գերանը, որ դու գերան ես ասում, այնքան մեծ է, որ դու գերան ես ասում եւ մենք չենք նկատում։ Քո հոգով լուսավորիր մեզ, առաջնորդիր ու խոսա եւ տուր մեզ անձնաքննության ընթացք, որ մենք քննենք ամեն մեկս մեզ։ Մենք վարժված ենք մյուսների սխալները բացահայտելու եւ տեսնելու եւ քննադատելու հարցում։ Ներիր մեզ, Տեր, եւ այդ հմտությունը տուր, որ կիրառենք ինքներս մեզ վրա, որ քո կամքը կատարվի, որ քեզ հաճելի լինի մեր ընթացքը եւ քեզ փառավորի մեր ապաշխարության որոշումը։ Քեզ լինի փառք, պատիվ ու մեծարանք Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։